Ողջույն սիրելի հեռուստադիտող, կրկին Նուր TV-ի եթերում ծնողի կողքին հաղորդաշարն է և ես մասնագիտությամբ հոգեբան լոգոպեդ Կարինե Գևորգյանը։ Այսօր սիրելի ծնողներ, պատրաստել եմ ձեզ համար մի քանի խորհուրդներ, թե ինչպես աշխատեք ձեր բալիկների հետ, որպեսզի զարգացնեք նրանց բանավոր խոսքը, նրանց ստեղծագործ միտքը, նրանց երևակայելու ունակությունները, որովհետև, սիրելի ծնողներ, երեխաները հաճախելով դպրոց բախվում են շատ մեծ խնդիրների, այսինքն նրանք չեն կարողանում պատմել օրվա եղելությունը, շփվել իրենց հասակակիցների հետ, որովհետև երեխաների խոսքը և բառապաշարը աղքատ է լինում։ Այսինքն դուք մինչև դպրոց հաճախելը պետք է երեխաների հետ շատ աշխատանքներ տանեք, որպեսզի նրանց բանավոր խոսքը զարգանա։ Չէ՞ որ հատկապես առաջին դասարանում երեխաները պետք է վերարտադրեն սյուժետային նկարները, մինչև հնչյունների ուրեմն անցնելը, դպրոցում պետք է կարողանան գեղեցիկ վերարտադրել, պատմել այդ նկարները։ Նաև ինչու՞ չէ, ուսուցիչը երբեմն ընթերցում է ինչ-որ մի պատմություն և ասում է հիմա ով կարող է շարունակել։ Այստեղ շատ երեխաներ չեն կարողանում ուղղակի շարունակել պատմությունը։ Որպեսզի զերծ մնանք նմանատիպ խնդիրներից, այսօր ես ձեզ կցուցադրեմ մի քանի խաղեր։ Այսօր տաղավար մեզ հյուր է եկել Աննան, ով ինձ կօգնի միասին ցուցադրել մեր հետաքրքիր խաղերը։ Ողջույն Աննա։ Ողջույն։ Լավ ես։ Այո, դուք ինչպես եք։ Լավ եմ Աննա, շատ ապրես։ Աննա, դու սիրում ես ստեղծագործել։ Այո, ես սիրում եմ գրել ստեղծագործություններ, հեքիաթներ, երգեր։ Շատ ապրես։ Ուրեմն դու հաստատ ինձ կօգնես միասին ցուցադրենք մեր խաղերը եւ ուրեմն հեքիաթներ ու պատմություններ հորինել, չէ՞ Աննա։ Այո, իհարկե։ Շատ լավ, ապրես Աննա։ Տեսեք սիրելի ծնողներ, այստեղ սեղանին մենք ունենք ցուցադրված բրդյա թելերով գործած խաղեր, նախկինում մեր տատիկները մեզ համար բրդյա գուլպաներ էին գործում։ Հիմա կարող եք խնդրել տատիկներին, որպեսզի գործեն բրդյա թելերով նմանատիպ զարգացնող խաղեր, որոնք էկոլոգիապես մաքուր են և եթե երեխան անգամ խաղում է և խաղալիս տանում է դեպի իր բերանը, որևիցե վտանգ չի սպառնում։ Հիմա Աննա, երբ որ դու նայեցիր այս գեղեցիկ գունավոր գնդակներին, որ երգը անմիջապես հիշեցիր։ Գլոր երգը։ Շատ ապրես Աննա, իմ մտքով էլ այդ երգը անցավ, գիտես։ Տեսեք, սիրելի ծնողներ, մենք մեր բազմաթիվ հաղորդաշարերի ժամանակ ցուցադրել ենք, թե ինչպես տնային պայմաններում դնել հնչյունները։ Այսինքն, եթե երեխայի մոտ բացակայում է հնչյունը, ինչպես դնել հնչյունը և հնչյունը դնելուց հետո մենք անում ենք ամրապնդման փուլ, կատարում ենք ամրապնդման փուլ։ Այն նմանատիպ երգերը օգնում են, որպեսզի ուրեմն ամրապնդենք հնչյունը երեխայի խոսքում, բառում, նախադասությունում։ Օրինակ, իմ գնդակ, հա, այստեղ տեսեք, լսում ենք գհնչյունը։ Ահա, կանաչ, կարմիր, կապուտակ, չէ Աննա, թռիր վերև կարող ենք թռցնել, իջիր վար, ով մնաց զարմացած Աննա։ Փիսոն։ Ապրես, փիսոն մնաց զարմացած։ Այն նմանատիպ երգեր, ասեմ, որ երաժշտաթերապիան, սիրելի ծնողներ, շատ է օգնում, որպեսզի զարգանա երեխայի բանավոր խոսքը։ Ես ինքս որպես լոգոպեդ իմ պրակտիկայում շատ եմ կիրառում երաժշտաթերապիան։ Անգամ եթե երեխան այցելում է ինձ մոտ, նույնիսկ մուտքը, հա, մենք սկսում ենք բարև երգով։ Ասեմ, որ երգը հենց մենք ենք հորինում։ Եվ աշխատանքներն ավարտելուց հետո երգում ենք ցտեսություն երգը։ Մի կարճ ժամանակ հետո նույնիսկ այն երեխան, ով չունի խոսք, սկսում է ժեստերի ձևով կամ այդպես աղավաղված, հա, բառերով սկսում է երգել եւ ծնողները իրենք էլ են զարմանում, որ տեսեք երեխան կարծես սկսում է վերարտադրել երգել։ Այնպես որ դուք էլ ձեր երեխաների հետ կարող եք անընդհատ ուրեմն երաժշտաթերապիա անցկացնել։
Լավ, հաջորդ խաղը, ինչպես տեսնում եք, սեղանի վրա ունենք ուրեմն նմանատիպ թրթուրներ դրված, որի վրա ուրեմն անցկացված են այսպիսի կլորակներ, այստեղ կարող եք երեխային նաև սովորեցնել երկրաչափական պատկերները, ինչու՞ չէ։ Գույները, երկրաչափական պատկերները, որ օրինակ սրանք կլորակներ են, հա, օրինակ սրանք կլորակներ են, գնդակը նույնպես կլոր է, եւ տարբեր գույների են։ Եվ այստեղ ունենք բարձիկներ, այսպես գունավոր գեղեցիկ, որ երեխան կարող է համադրել, հա, ըստ գույների, դասավորել փայտե ձողի վրա։ Աննա, կարող ես դասավորել։ Այո։ Դասավորի, Աննա ջան։ Կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, կապույտ եւ մանուշակագույն։ Կեցես Աննա, ըստ հերթականությամբ գեղեցիկ ըստ գույների դասավորեցիր, ապրես Աննա։ Հիմա Աննա, կարող ես թրթուրների մասին մի հեքիաթ մտածել եւ հորինել։ Այո։ Լսենք Աննային, տեսնենք ինչ հեքիաթ է պատմում մեզ։ Մի օր հորդառատ անձրևից հետո իրենց տնակից դուրս եկան թրթուրները։ Մի թրթուրը հագել էր տաքուկ հագուստ, իսկ մյուս թրթուրը մերկ էր։ Թրթուրը մրսում էր, իսկ մյուս թրթուրը չէր մրսում։ Այս թրթուրը խնդրեց այս թրթուրին, որպեսզի մի փոքր հագուստ տան իրեն, եւ իհարկե թրթուրը չմերժեց նրան եւ տվեց։ Ապրես Աննա։ Ահա կանաչ հագուստը։ Կեցես։ Ահա դեղինը։ Տեսեք, այս ժամանակ էլ կզարգանա երեխայի ձեռքի նուրբ շարժողականությունը։ Մուգ վարդագույն։ Վարդագույն։ Կեցես։ Կապույտ եւ նարնջագույն։ Թրթուրները ուրախ են, չէ, Աննա։ Այո, թրթուրները ուրախ են եւ երբ ավարտվեց հորդառատ անձրևը, նրանք վերադարձան իրենց տնակը քնելու եւ սպասում էին մինչեւ սկսվի մյուս հորդառատ անձրևը։ Աննա, որտեղ պարկեցին քնելու։ Արի ավելացնենք, որ պարկեցին բարձիկների վրա, հա։ Այո։ Մի թրթուրը ննջեց փոքրիկ բարձիկի վրա, իսկ մյուսը թող ննջի ամենամեծ բարձիկի վրա։ Կեցես Աննա, շատ ապրես։ Տեսեք ինչքան գեղեցիկ հեքիաթներ կարողացանք հորինել ձեզ համար, սիրելի հեռուստադիտող։ Հաջորդ խաղը, որը կցուցադրենք Աննայի հետ, մատիկ ընտանիքն է։ Այն նմանատիպ, ուրեմն հենց տատիկներին էլի կարող եք խնդրել, նմանատիպ ուրեմն ձեռնոցներ պատրաստել, նորից կարող են բրդյա թելերով գործել, փակցնել մատիկների վրա, ինչու՞ չէ, կարող եք նաև նկարել, ուղղակի դեմքերը նկարել։ Եվ ուրեմն միասին հորինել տարբեր երգեր, հեքիաթներ, հենց փոքր հասակում կարող եք նույնիսկ մատիկ ընտանիքի երգը միացնել եւ զուգահեռ ուրեմն շարժելով մատիկները երգել երգը։ Իսկ Աննան մեզ կարծում եմ մի փոքրիկ հեքիաթ կհորինես, հա Աննա։ Այո։ Շատ լավ, խնդրեմ, հագիր։ Սկսիր Աննա։ Լինում է, չի լինում, մի ընտանիք է լինում, մատիկ ընտանիք։ Մատիկ ընտանիքում ապրում է փոքրիկը, քույրիկը, եղբայրը, հայրիկը եւ մայրիկը։ Առավոտյան նրանք շուտ արթնանում են եւ ճանապարհում են հայրիկին աշխատանքի։ Հետո նրանք միասին նախաճաշում են, դիտում են ֆիլմեր, խաղում են խաղեր, մինչ հայրիկը վերադառնա աշխատանքից։ Իսկ երբ հայրիկը վերադառնում է աշխատանքից, նրանք ճաշում են եւ հետո գնում ման գալու։ Շատ ապրես Աննա, շատ ջերմ ընտանիքի մասին պատմեցիր, կեցես Աննա, շատ ապրես։ Եվ այստեղ ուրեմն նմանատիպ խաղ են պատրաստել, սիրելի ծնողներ, աչորդ թղթի վրա, հա, պատկեր ենք հանել, նոյելի գունավոր տպագրությամբ տպել ենք եւ Աննայի հետ միասին կտրատել ենք եւ ուրեմն այստեղ համարակալել ենք նաեւ։ Հիմա կխնդրեմ Աննային 1-ից մինչև 5 թվերը հավաքիր, Աննա, որպեսզի ստանաս պատկեր։ Ինչ ստացվեց Աննա։ Արև։ Կեցես։ Երկուսին որ թիվն է հաջորդում։ 3։ Փոքր էսպես
Այսպես անենք, որպեսզի տեղագրվի։ 4 Եթես։ եւ 5։ Շատ ապրես Աննա։ Տեսեք սիրելի ծնողներ, այստեղ երեխաները կարող են ինչ որ պատմություն հորինել, ինչու՞ չէ, նաև երգել։ Օրինակ Աննա, դու որ երգը կերգեիր։ Արևի երգը։ Շատ ապրես։ Կարող ես հիշես բառերը։ Այո։ Ինչպես էր։ Արև արև եկեք, զիզի քարին վերեք, սև ամպեր հեռացեք, արևին ճամփա տվեք։ Կեցես Աննա, շատ ապրես Աննա։ Եվ հաջորդ խաղը, սիրելի ծնողներ, այսպես փայտե ձողեր են։ Խնդրեմ Աննա, տեղավորիր։ Փորձիր այս ձողերը տեղադրել եւ ինչ կստացվի քեզ մոտ։ Շատ ապրես։ Օգնեմ քեզ Աննա ջան, այսպես մի փոքր թեք ենք անում։ Ինչ է ստացվում Աննա։ Ծառ։ Շատ ապրես, այո, ծառի տեսք է ստացվում։ Խնդրեմ այստեղ ճյուղավորի ծառը, որպեսզի մեծ ստացվի մեզ մոտ։ Խնդրեմ Աննա։ Կարող ես մրգերը դնել ծառի վրա, հա։ Այսպես։ Եվ այստեղ ունենք նաև գունավոր տերևներ, չէ՞ Աննա։ Այո։ Խնդրեմ գունավոր տերևներն էլ դնես։ Ահա ծառի վրա։ Շատ ապրես Աննա։ Աննա, այս տարվա որ եղանակին է տերևները գունավոր դառնում։ Աշնանը։ Շատ ապրես։ Ուրեմն այս ծառը պատրաստելիս մեր սիրելի հեռուստադիտողին որ երգը խորհուրդ կտաս երգել միասին։ Աշնան մասի երգ։ Շատ ապրես։ Մենք ունենք մեր սիրելի Արփիի երգերից տարվա եղանակները, ինչու՞ չէ նաև աշուն երգը, որի ժամանակ կարող եք միացնել զուգահեռ երգը եւ նմանատիպ ուրեմն ծառ պատրաստել։ Այսքանը սիրելի հեռուստադիտող։ Հուսով եմ ինչ որ ձևով ձեզ կարողացա օգտակար լինել։ Այսօր տաղավարում ձեզ հետ Կարինե Գևորգյանն էր եւ մեր սիրելի Աննան։ Ցտեսություն, մինչ նոր հանդիպում։